Նոր տարին խավարի մեջ դիմավորած 117 հազար հայաստանցիների դժգոհության սլաքները իշխանությունը փորձում է ուղղել հեծի նախկին կառավարիչների կողմը։ Այս անգամ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է ստանձնել այդ սուրբ առաքելությունը։ Չստացված նախարար Գևորգ Պապոյան, ով հայտնի է իր սուտ խոսալով, այս անգամ ստերի հերը վերջնականապես անիծեց։ Ըստ Պապոյանի, Տաշիր ընկերությունների խումբը հեծից 6 միլիարդ 400 միլիոն դրամ անտոկոս վարկ է վերցրել ու իբր այդ փողը, այսպես ասած, ժողովրդի ջանից հանել։ Ես մի քանի օրինակներով հիմա կապացուցեմ, որ հեծը կողոպտել է մեր ժողովրդին։ Աբսուրդ է համարում Պապոյանի մեղադրանքը մեր ձևով շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։ Հոսանքի սակագինը հեծը չի որոշում եւ այդ ընկերությունը ոչ մի կերպ չէր կարող սակագնի մեջ ներառել վարկերի տոկոսները։ Կա մեթոդիկա պետության կողմից սահմանված հոսանքի սակագնի իմ ձեր տան լույսի սակագնի մեթոդիկա, որը պետությունն է կազմել, պետությունն է գրել, որտեղ որ չկա գետ մի կետ, որտեղով որ երևում է, որ հեծի վերցրած վարկերի տոկոսները ներառվում են մեր ձեր տան լույսի փողի մեջ։ Չկա այդպես բան։ Ալիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ անտոկոս վարկը մեկ ամսով է վերցվել եւ ժամանակին վերադարձվել։ 6.4 միլիարդ դրամ հեծը տվել է իր մայր սեփականատեր կազմակերպությանը։ Իր սեփականատեր կազմակերպությանը մեկ ամսով անտոկոս տվել է, հետո հետ է վերադարձրել։ Եվ ինչ եղավ։ Ոչ մի բան, ոչ ին վրա ազդեց, ոչ ձեր վրա ազդեց, ոչ հեծի որևիցե ինչ-որ մի բանի վրա ազդեց։ Հեծը իրավունք ունի փող տալ Տաշիր ընկերությունների խմբին, քանի որ դրա մաս է նաև հեծը, ասում է մեր ձևով շարժման անդամը։ Իսկ ծախսերը, որոնք ստեղծվում են այդպիսի փոխառությունների ժամանակ, սեփական միջոցներից վճարում է գործարար Սամվել Կարապետյանը։ 2016 թվականից մինչ օրս 200 միլիարդից ավել ներդրում Սամվել Կարապետյանը արել է կործանման եզրին կանգնած հեծը ոտքի կանգնեցնելու համար։ Սամվել Կարապետյանը վճարում է իր միջոցներից իր գրպանից։ Ալիկ Ալեքսանյանի համոզմամբ մինչև ընտրություններ ԿՊԱ-կանները շարունակելու են կրակոտ ելույթները իբր հեծում եղած խախտումների մասին։ Խախտումներ, որոնք այդպես էլ չեն հաստատվում։ Ընտրություններից առաջ Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժման աճող վարկանիշը կարծես հանգիստ չի տալիս օրվա իշխանությանը։ Մենք կառուցել ենք գործարաններ, այո, մենք ստեղծել ենք աշխատատեղեր, Փառք Աստծո մեր մոտ շատ լավ ստացվում է։ Այս կես տարին ոչ մի բան մի արեք, էլ մի քանդեք։ Մենք կգանք, կկառուցենք ու կզարգացնենք մեր պետությունը։ Այս 7 տարին քանդել եք, 6 ամիս համբեր եք, ոչ մի բան մի արեք։ Աննա Գյուլնազարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։